Ինչ անել, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չհավաքել Սուրբ Սատիկին։ Խորհուրդ համար առաջին օգտագործեք ձվի սպիտակուցը եւ օրվա մեջ ընդամենը 1 դեղուց։ Դե իհարկե, ձուն օգտագործում ենք լավաշի մեջ, որպեսզի ավելորդ խմոր չօգտագործենք եւ առատապես լի տարբեր բանջարեղեններով։ Բրինձով փլավիկը պատրաստում ենք արծաթագույն բրինձով, քանի որ այն հագեցած է բջջանյութով, որի քիչ չափաբաժնից մենք կկշտանանք եւ այդ հագեցվածությունը կմնա երկար ժամանակ։ Բրինձով փլավիկի մեջ, քանի որ կալորիականությամբ մեծ են չամիչը եւ ընդեղենը, փորձեք ձեր ափսեում չափաբաժնով քիչ դնել։ Բանջարեղենային ուտեստները իհարկե օգտագործում ենք նատյուր կարգավիճակում, իսկ տապակում ենք միայն մի փոքր ձեթով։ Ցանկալի կլինի զեյթունի ձեթ։ Ձկնեղենից ընտրում ենք իհարկե սպիտակ ձուկը, քանի որ սպիտակ ձուկը ավելի շատ են կիրառում նիհարման ծրագրերի ժամանակ։ Իսկ գինին, քանի որ ալկոհոլը իր մեջ եւս պարունակում է մեծ քանակությամբ կալորիաներ, օգտագործում ենք շատ քիչ չափաբաժնով։ Դե ինչ, բոլորիդ մաղթում եմ ուրախ զատիկ եւ Աստծո իրական զատիկը թող բոլորիդ կյանքում լինի։ Եթե ունես արդեն ավելորդ կար, դիր մեկնաբանությունների բաժնում պլյուս անցիր անվճար կոնսուլտացիա։